Աստված շատ օրհնի բոլորին։ Այսօր մի կարճ պատգամ ունեմ, կաշխատեմ երկար չխոսամ, բայց շատ կարևոր պատգամ է, որ պետք է ամեն մեկից։ Սենց եմ ես այս խոսքը վերնագրել։ Եվ լսելով մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։ Սա Աստվածաշնչից մի հատված եմ վերցրել եւ Աստված սրտից դրեց, որպեսզի այս խոսքը խոսամ։ Եվ լսելով մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։ Գիտեք, սիրելիներս, մենք Աստված որ մարդուն կանչում է փրկության, նա չի ակնկալում, որպեսզի դու քո ուժերով ապրես քո քրիստոնյա կյանքը, բայց նաև գրված է, որ ուժեղները կնահանջեն երկինքը, ուժեղները կնահանջեն երկինքը, բայց քեզ ուզում եմ ասեմ, որ Աստված չի ակնկալում քո ուժերի վրա, ինքը գիտի, որ դու չունես այդ ուժը։ Գիտեք, Աստծո ուժը եւ Աստծո զորությունը բարձրանում է մեր տկարության մեջ։ Ո՞նց է բարձրանում մեր տկարության մեջ։ Պողոս առաքյալը ասում է, երբ որ ես տկար եմ, քո փառքն է իմ մեջ բարձրանում, քո ուժն է բարձրանում։ Երբ է բարձրանում, երբ որ մենք հասկանում ենք, որ մենք ոչինչ ենք, մենք անկայուն ենք, մենք չենք կարող։ Մենք մենակ հույս ունենք նրա վրա։ Մեր սրտերը, գիտեք, միշտ պետքա ծարավ լինի, որտեղ Հիսուսը ասում է երանի աղքատին, երանի հոգով աղքատին։ Գիտեք, հոգով աղքատը այն մարդն է, որ ինքը չի ասում, ես ամեն ինչ գիտեմ։ Դες դու կարա շատ բան իմանաս, սիրելիներս, ես այս Աստվածաշունչը շատ եմ կարդացել, մինչև Քրիստոսին հանդիպելը, շատ եմ կարդացել։ Ես կարայի գնայի յուրաքանչյուր հովիվի հետ նստեի, խոսայի, անգամ առաջին գնեի, ասեի ես ավելի շատ բան, գիտեք, բայց եթե Հիսուսին չգիտենք, դա ամեն ինչը փուչ է։ Սա ամեն ինչը փուչ է։ Մենք պետք է ունենանք այն զորությունը, որ Տերը մեզ տալիս է։ Շատ մարդիկ գալիս են Քրիստոսի մոտ, ապաշխարում են, սկսում են հավատալ, բայց մնում են թույլ, անկայուն, հաղթահարված վախից, մեղքից եւ հանգամանքներից տարբեր։ Գիտես, բայց ինքը չի ակնկալում, որ մեր զորությունով դա պետք է լինի, որովհետև ինչն է սրա պատճառը, որովհետև պատճառը այնա, որ մարդիկ չունեն Աստծո զորությունը։ Սրա մեջ բոլորս էլ կամ կան, կամ անցել են, կամ դեռ անցնում ենք, սա մարդկային բաներ է։ Ես ինքս եղել եմ սրա մեջ, ես ինքս եղել եմ այնքան թույլ, որ սատանան ինձ այսպես մի հատ փչել է անգել եմ գետին։ Այդքան շատ Աստվածաշունչ կարդացած։ Բայց սատանան այսպես մոլորացրել է անգել եմ գետին, վախ է տվել, խաբել է, գցել է, մեղքի դեմ չեմ կարողացել պայքարել, ինչի համար, որտեվ չեմ ունեցել Տիրոջ զորությունը։ Իմանալը լավ է, իմանալը խոսքը լավ է, բայց խոսքը, որ դու գիտես խոսքը, առանց Սուրբ Հոգու խոսքը չի գործում։ Խոսքի վրա, երբ որ կա խոսք, խոսքի վրա պետք է լինի հոգին, Աստծո հոգին, որպեսզի գործողություն կատարվի։ Տեսեք գրված է, եւ Աստծո հոգին շրջում էր այս երկրի վրա, որտեղ մութ ու խավար էր, չէ՞, սկզբից արարումը հիշեք։ Բայց կա հոգի, տեսնում ենք, հոգին արդեն շրջում է, եւ Աստված խոսք ասեց։ Թող լույս լինի, եւ այդ խոսքն ու հոգին, երբ որ միաբանվում են, գիտեք, հրաշք է կատարվում, եւ եղավ լույս։ Մեզի պետք է, որպեսզի մենք ունենանք եւ խոսքը, եւ հոգին, որպեսզի գործի իրար հետ։ Առանց խոսքի էլ հոգին չի կարա ճիշտ առաջնորդի, հոգին չի էլ գործի առանց խոսքի, որտեվ Հիսուսը ասեց, երբ որ կգա Սուրբ Հոգին, նա կգա իմ խոսքի վրա։ Նա կկատարի իմ խոսքը, իրենից նոր բաներ չի անելու։ Գիտեք, սիրելիներս, երբ որ մենք հոգևոր մարդիկ ենք, չէ՞, շատերս լեզուներով խոսում ենք, Սուրբ Հոգով մկրտված ենք, հավատում ենք, չէ՞, բայց սիրելիներս, ուզում եմ sense բան ասեմ, որպեսզի մենք զգուշանանք մի բանից։ Հիսուսը զգուշացրել ասել, Սուրբ Հոգին, երբ որ ինքը գործողություն է անում մեր կյանքում, եկեղեցում, ինչ որ մեկի մեջ, Հիսուս ասեց պտուղներին կնայեք, մեկ։ Հետո ինքը իր խոսքից ենկոն ոչ մի բան չի անելու։ Ոչ մի բան։ Եթե խոսքից դուրս ինչ որ մի շարժ կա, ինչ որ մի գոյացություն կա, ներկայացում կա, ինչ որ մի բան հոգու շարժ, դա մենք կարանք տեսնենք, որ սա Սուրբ Հոգին չի, որտեղ խոսքին չի համապատասխանում։ Դրա համար Հիսուսը շատ մեզ լուրջ զգուշացրել է։ Գիտեք, ես վերջին ժամանակներում ենք ապրում ու այսօր այնքան խաբեություններ կան, այնքան սուտ բաներ կա, դրա համար ասեց զգուշացեք, որպեսզի չմոլորվեք։ Եվ
որպեսզի մենք չմոլորվենք, նախ առաջինը մենք պետքա նրան ճանաչենք։ Մենք պետքա ճանաչենք մեր Տիրոջը, եւ Տերը իր էությունը, իր բնությունը, գիտեք ինչ է, սեր։ Եթե դու դրթվում ես քո գործերը, սիրուց է դրթվում, սիրո գործերը, սիրո արտահայտությունները քո մեջ, դու պետքա դա ինքդ քո մեջ քնես ու զգաս։ Ես սիրուց եմ դրթված ես ամեն ինչ անում։ Սիրուց եմ դրթված ծառայում եկեղեցում, գնում գալիս եկեղեցի, քարոզը լսում, խոսքը լսում, հնազանդվում Աստծուն, ինչ որ մի քայլեր անում։ Գիտեք, սա հոգի է եւ սա Սուրբ հոգին է։ Հոգիներ շատ կան, միլիոնավոր, տարբեր, խառը։ Բայց կա մեկը, որի անունը Սուրբ հոգի է եւ հենց այդ Սուրբ հոգին նույն Հիսուսն է։ Նույն Հիսուսն է։ Ամեն։ Ամեն։ Աստված մարդուն չի կանչել ապրել քրիստոնեական կյանքով իր սեփական ուժերով։ Էսի միշտ հիշեք։ Մեզ պետքա հենց Աստված ինքը մեր մեջ, որպեսզի ունենանք զորություն։ Առանց վերածննդի հնարավոր չէ մտնել Աստծո արքայությունը։ Նախ առաջինը, որպեսզի մենք ունենանք այս զորությունը, Աստծո զորությունը ապրելու համար, նախ առաջինը պետքա վերածնունդ։ Ասենք, եթե մարդ կա, այդ մարդուն կարելի է տալ զորություն։ Եթե այդ մարդը դեռ չկա, այդ զորությունը ում տաս։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Նախ առաջինը պետքա վերածնունդ, որպեսզի մեր մեջ ծնվի նոր էություն, որը կոչվում է Սուրբ։ Եվ մեր մեջ ծնվում է այդ նոր էությունը, նոր բնությունը, նոր սկիզբը ծնվում է խոսքից։ Խոսքից է ծնվում։ Գիտեք, երբ է ծնվում խոսքից։ Ոչ թե, տեսեք, ես ասացի, որ ես շատ կարդացել եմ։ Իմ առաջի գիրքը, որ տեսնեք, ինքը այնքան էր մաշվել, շատ էի կարդացել, բայց ես չէի ծնվել։ Ես չէի ծնվել։ Գիտեք, որտեվ կարդում էի որպես թեոլոգիա, կարդում էի որպես գիտություն։ Իմանամ, շատ իմանամ, ինչ որ միտեղ խոսակցություն կլինի, ինչ որ միտեղ կհարցնեն, որ առաջ ընկնեմ, ասեմ, ես էսի գիտեմ, ես էնի գիտեմ, ես ավելի լավ գիտեմ։ Բայց երբ որ, սիրելիս, երբ որ խոսքի վրա սեր ա դրված, երբ որ դու սիրով ես ընդունում այս խոսքը, գիտեք, ծնունդ է տեղի ունենում ներսում։ Ծնվում է մի նոր էություն, ծնվում է աստվածային էություն ներսում։ Միայն ու միայն սիրուց։ Ոնց ենք մենք սիրում խոսքը։ Որ ասենք Աստծո խոսքը լսում ենք, դու կարդում ես Աստվածաշունչը կամ քարոզ ես լսում, Աստծո խոսքը կա ինչ որ մեկը մի նախադասություն ասի Աստծո խոսքից։ Երբ որ դու ասես փափագով ասում ես այո, ամեն, գիտեք սրանք նշանները, որ դու սիրեցիր, վերցրեցիր։ Գիտեք շատ կարևոր է, երբ որ խոսքը, գիտեք խոսքը ոնց է, խոսքը այսպես որ խոսացում, այսպես գնում է։ Այսպես գնում է, մարդը, որ սենց ասում է ամեն, այսի սիրո նշանա, վերցնում ու գցում է իր սիրտ, վերցնում ու գցում է իր սիրտ։ Գիտեք, ամեն անգամ վերցնելով մեր սիրտ այս խոսքը մենք դրանով մեծանում ենք։ Նախ առաջինը սկզբում ծնվում է մարդ, իսկ հետո մեծանում ու զորանում է խոսքով, որտեղ խոսքը մեզ պետք է մեծանալու համար։ Հոգևոր մենք պետք է հասակ ունենանք։ Սկզբում ծնվում է մարդ, սիրուց։ Տեսեք Հիսուսը ինչ է ասում։ Հիսուսը ասաց Հովհաննես 14:6-ում գրած է. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եթե մենք սիրում ենք ճշմարտությունը, ապա մենք կծնվենք Աստծուց։ Որովհետեւ Աստված խոսում է ճշմարտություն։ Աստծո խոսքը ճշմարտություն է։ Եթե մենք չսիրենք ճշմարտությունը, մենք երբեք չենք կարող ծնվենք ճշմարտությունից, որովհետեւ դու չես կարող երկու տեղ մի անգամից կիսվես։ Հիսուսը ասում է կամ աջ կամ ձախ, կամ սև կամ սպիտակ։ Եթե ես դեռ սիրում եմ աշխարհը, օրինակ եմ բերում։ Մարդը դեռ սիրում է աշխարհը, շատ է սիրում աշխարհը եւ աշխարհի մեջինն է սիրում, աշխարհի մեջ իր գործերն է, ինքը կարա շատ կարդա, դա մեկը ես եմ եղել։ Ես աշխարհիկ մարդ եմ եղել, շատ եմ սիրել, աշխարհի մեջ իմ գործերն ա եղել։ Չնայած դրան ես շատ կարդացել եմ, ամեն օր կարդում եի Աստվածաշունչ, բայց աշխարհը իմ համար ավելի թանկ էր։ Աշխարհը իմ համար ավելի սիրելի էր, դրա համար խոսքը չէր գործում։ Խոսքը կյանք չէր տալիս ինձ, դա մենակ գիտություն էր եւ գիտությունը սպանում էր։ Գիտեք, գիտությունը սպանում է մարդուն։ Գիտությունը քեզ ամեն անգամ կարդալով, ամեն անգամ գիտությունով լցվելով դու հասկանում ես Աստվածով է։ Բայց շանսեր չունես, որտեվ տեսնում ես դու իր նման չես։ Գիտես, բայց որ փոխում ես, քո սերը, քո սիրտը ուղում ես արդեն ճշմարտության վրա,
սկսում ես սիրես ճշմարտությունը, մի նոր կյանք է տեղի ունենում։ Գիտեք, սիրելիներս, Աստված ուզում է, որպեսզի մենք ծնված լինենք սիրուց, ոչ թե գիտությունից, այլ սիրուց։ Տեսեք, տարբեր ծնունդներ կարան լինեն, չէ՞։ Հոգևոր բաներ եմ էսի խոսում։ Սիրուց ծնվածը ունի նոր կյանք ունի։ Բայց կա հոգևոր բռնություն կամ հոգևոր բռնությունից ծնվածը, նա ունի ինչ? Կեղծ կրոնական հոգի։ Դա էլ կա, որտեղ բռնությունից է ծնվել ես մարդը, հոգևոր մարդը ծնվել է բռնությունից։ Իրան ասել է դու պիտի սենց անես, կարգը սենց է, կանոնը սենց է։ Ոնց որ ամբողջ իսլամը։ Իսլամը բռնությունից է ծնվել, այո, սիրուց չի ծնվել։ Թրի տակ է ծնվել իսլամը։ Եվ քիչ չեն շատ անգամ կրոններ, որ կարգ ու կանոնով պիտի սենց լինի, պիտի սենց լինի, կարգը սենց է, կանոնը սենց է, էսի պետք է անես, էլի պետք է անես։ Գիտեք, սա հոգևոր բռնություն է, որից առաջանում է կրոնական ոչ ճիշտ հոգի մարդու մեջ։ Եկեք սրանից զգուշանանք եւ ազատ լինենք։ Ես շատ եմ լսում, երբ որ ասում են, տեսեք այն մուսուլմանները ինչքան ուժեղ հավատք ունեն, մեզանից էլ լավն են։ Հələ տեսեք փողոցում էլ են ծնկում աղոթք անում, 5 անգամ աղոթք են անում, 20 անգամ աղոթք են անում։ Ես ասում եմ, ես քեզ ով ա բռնել։ Քեզ ինչ որ մեկը ասել աղոթք մի արա, դու էլ արա։ Իրանք անում են, որտեղ իրանք պարտադրել են դա անել։ Իսկ մենք գիտեք խի չենք անում այդքան շատ։ Ով ասեց, ես անում եմ։ Իսկ դու գիտես խի չես, որտեղ քեզ ոչ մեկ չի պարտադրել։ Բայց երբ որ սիրես, 5 էլ չէ, 10 էլ կանես, 25 էլ կանես։ Ամեն ինչ գալիս է սիրուց։ Եկեք սիրու մեջ շարժվենք, որպեսզի չմոլորվենք այս աշխարհում։ Ես ուզում եմ, որպեսզի մեր եկեղեցին ուղիղ քայլի մինչև որ Հիսուսն էլ որ գա, ասի ես ճանաչում եմ ձեզ։ Ամեն սա շատ կարևոր է, որպեսզի մինչև վերջ մենք ճիշտ հավատքի մեջ մնանք, որպեսզի մեր Տերը գալով մեզ ճանաչի, որպեսզի մենք չշփոթվենք, չխառնվենք, միշտ էսի հիշեք, Աստված սեր է։ Եվ երբ որ ամեն ինչ դու պետքա սիրո մեջ շարժվես, սերը պետքա քեզ շարժի, սերը քեզ պետքա ուղղորդի։ Գիտեք, սերու մեջ ազատություն կա։ Սիրո մեջ չի կարա կրոն լինի, սիրո մեջ չի կարա ինչ-որ բաներ լինի, ճիշտը, սխալը, որ եկեղեցին է ճիշտ, որն է սխալ, վերցնենք, դնենք։ Գիտեք, սիրո մեջ տես բան չկա, սերը ավելի բարձր է։ Գիտեք, որ սերը հավատքից էլ է բարձր։ Սերը շատ կարևոր է, որպեսզի մենք սիրո մեջ մնանք։ Երբ որ մենք սեր կունենանք, Հիսուսը մեզ անպայման կճանաչի։ Բայց եթե մենք սեր չունենանք, մենակ գիտություն ունենանք, ցավոք ինքը չի ճանաչի շատ մարդկանց։ Տեսեք, իսկ սերը մենք ստանում ենք ճշմարիտ սերը, որպեսզի մենք զգանք, դա միայն Սուրբ Հոգուց է, որտեվ սերը Սուրբ Հոգու պտուղ է, դա հենց ինքն է, հենց Աստված է սերը։ Եվ գիտեք, ես շատ ժամանակ զգում եմ ու աշխատում եմ միշտ մնամ այդ սիրո մեջ, ամեն ինչ անեմ, որպեսզի այդ սերը, այդ զգացողությունը իմ մեջ մնա։ Ես մի անգամ մի եղբոր հետ էի խոսում, մենք վերջերս մի կարճ վկայություն անեմ։ Վերջերս մեծ հավաքույթ ունեցանք Դետմոլդ քաղաքում ու քույր եղբայրներ ունեինք, հավաքվեցին, մի նոր եկեղեցի է, ոնց որ խմբակ էր, հավաքեցինք, մի հատ ծառայություն ընդեղ արեցինք, հայեր էին ու կեսը ասենք բապտիստական եկեղեցուց էին, քույր եղբայրները, բապտիստական եկեղեցուց մի եղբայր եկավ, մեր հետ մասնակցեց ծառայությանը, գիտեք, ինքը առաջի անգամ էր նման ծառայությանը։ Ինքը Սուրբ Հոգու ներկայությունից լացում էր, արտասվում էր։ Վերջում որ մոտիկ ասավ, մենք իրար հետ խոսացինք, ասում է, ես sense ծառայության չեմ եղել, գիտես, ինքը ծառայող մարդ է, խոսքով ծառայող հովիվ է ինքը, երկար տարիների արդեն։ Ասում է, գիտես, ես sense ներկայություն չեմ զգացել երբեք, ես 20 տարի է հովություն եմ անում, մեծ եկեղեցում, բայց այսպես ներկայություն, ես չեմ զգա, էս ինչ է, էս ասում եմ դու լավ գիտես, ասում այո, էսի Աստծո ներկայությունն է, որտեվ սիրուց ինքը լացում էր, ինքը այդ սիրո ներկայությունից լցված լացում էր, արտասվում էր։ Ասում եմ գիտես, մեզ միշտ սովորացրել են, որպեսզի միայն խոսքը, գիտությունը եւ վեր զգացմունքներին տեղ չենք տալիս։ Այսինքն զգացմունքներ մեզ պետք չի։ Չեն կարողանում հավատան, որ Սուրբ Հոգին որ գալիս է, Սուրբ Հոգուն պետքա զգաս։ Գիտեք, Տերը մի հատ sense օրինակ բերեց, ես իր հետ կիսվեցի։ Ասեցի եղբայրս, ասեցի կին ունես։ Ասեց հա։ Ասեցի դու քո կնոջ հետ ամուսնացել ես, որ մենակ իրան հերվից նայես։ Ասեց ես հասկացա ինչ ես ասում։ Գիտես, երբ որ ասվում է Աստված սեր է,
Սերը պետք է զգալի մարդ։ Մինչև դու սերը չզգաս, դու չես հասկանա սերը ինչ է։ Սերը պետք է զգաս։ Եվ Աստված հոգի է, երբ որ Աստված գալիս է, ինքը քեզ տալիս է։ Գիտեք, մենք պետք է ճշմարտությունով լցված լինենք, անգամ մեր զգայարանները, մեր էմոցիաները պետք է ճշմարիտ հոգով լցված լինեն։ Երբ որ ճշմարիտ սիրո հոգով է մեր էմոցիաները լցված, քեզ ոչ մեկ պետք չի քեզ ասեն, գիտես ծափ տուր, գիտես փառաբանի Տիրոջը, դու սիրո ջելներով ես քո էմոցիաներով բարձրացնում Տիրոջը փառք ու պատիվ։ Գիտես եղի այդ մարդը։ Եղի այդ մարդը, որ սիրուց դրթված Տիրոջը փառք ու պատիվ կտա։ Սիրուց դրթված։ Պետք չի նայել, էսի անումա ես էլ տենց անեմ, էնի անումա ես էլ նմանվեմ։ Ոչ, եկեք լինենք անկեղծ։ Անկեղծ լինենք Տիրոջ հանդեպ։ Եթե ես չեմ կարող դա անեմ, եթե իմ մոտ չի ստացվում, Տեր, ախր ես քեզ սիրում եմ, Հիսուս։ Ախր ես քեզ սիրում եմ, ես էլ եմ ուզում ցնծամ, ես էլ եմ ուզում բացեմ։ Միգուցե ինչ-որ մի պատնեշներ կա, դիվական պատնեշներ կա, որ քեզ թույլ չի տալի դու ազատ լինես։ Ասա Տեր, թող կոտրվեն դիվական պատնեշներ։ Ես ուզում եմ ցնծամ քո մեջ, Հիսուս։ Գիտեք, դա հիանալի է։ Դա հիանալի է, երբ որ Տերը լցնում է քո սիրտը, երբ որ դու ապրում ես Տիրոջով, երբ որ դու սերտ կապ ունես Սուրբ Հոգու հետ։ Ես այսօր Սուրբ Հոգուց եմ խոսում։ Հիսուսը ասաց Գործ առաքելոց 1:8 Դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին գա ձեր վրա։ Սիրելիս, շատ կարևոր է, որպեսզի մենք այս զորությունով ապրենք։ Առանց զորության մենք կընկնենք, առանց զորության ես հաստատ ասեմ, ոչ մեկ մինչև վերջ չի հասնի, տեղ չի։ Մենք ճանապարհ ենք գնում հիմա։ Մենք Հիսուսի հետևորդներն ենք, մենք հետևում ենք Հիսուսին։ Բայց եթե չունենանք Տիրոջ զորությունը, ճանապարհի կեսից կանգնելու ենք ու հետ ենք դառնալու։ Նման կլինենք այն Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիներին, որ ճանապարհի կեսից այդքան հրաշքներ տեսնելով ճանապարհի կեսից ասեցին մենք ուզում ենք գնանք ելի մեր երկիրը հետ, մեր սոխ ու սխտորեն ենք կարոտել։ Որովհետև չէին տեսնում Տիրոջ փառքը անգամ անապատում։ Գիտես սիրելիս, մենք այսօր անցնում ենք այդ անապատը։ Մենք շատ բան վաղը չգիտենք ինչ է լինելու, մյուս օրը չգիտենք, մենք չգիտենք, բայց չիմանալով հանդերձ մենք հավատում ենք, որ Տերը մեր հետ է։ Մենք հավատում եմ, ես հավատում եմ, որ քո կյանքը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Երբ որ դու առաջի անգամ եկել ես սիրտդ հանձնել ես Տիրոջը, համոզված եմ, որ քեզ առաջնորդել են այս աղոթքի մեջ, երբ որ դու ասել ես՝ «Եղիր իմ Տերը Հիսուս»։ Դու հավատում ես, որ Հիսուսը քո Տերն է։ Ուրեմն Հիսուսը քեզ տիրություն է անում։ Եթե հիվանդություն է գալիս, դու կարող ասես, ես հավատում եմ, որ իմ մարմնի Տերը Հիսուսն է։ Եթե թղթաբանության խնդիր է, ես հավատում եմ, որ իմ Տերը Հիսուսն է, իմ ընտանիքի Տերը Հիսուսն է։ Բայց ով չունի իր հոգին, իրանը չի։ Սա էլ պետք է ասեմ։ Մենք պետք է ունենանք Տիրոջ հոգին։ Գիտեք, սա միայն բառեր չի։ Բառերը կարանք ասենք։ Գրված է, ով Տիրոջ ձայն անունը կանչինա կփրկվի, բայց մի ուրիշ տեղ էլ գրած է, եթե հոգով չկանչես, ոչ մեկ չի կարա Տիրոջ անունը անգամ տա, ասի Հիսուս Քրիստոս, իմ Տեր, եթե ոչ հոգուց։ Եթե ստեղից ասենք, ստեղից շատ բան կարանք ասենք։ Դա չի գործելու։ Բայց մենք պետք է Սուրբ Հոգով ապրենք, հոգով ապրենք, հոգու պտուղներով ապրենք, որպեսզի այն ինչ որ խոսում ենք, ստեղից դուրս գա, որպեսզի քաշ ունենա հոգևոր աշխարհում մեր ամեն խոսքը, մեր ամեն ասածը, դա շատ կարևոր է, սիրելիս։ Տեսեք, առանց այդ զորության անհնար է։ Մի քանի պունկտ եմ գրել։ Հաղթել մեղքը։ Առանց զորության դու չես կարող հաղթես մեղքը։ Ես ինքս անցել եմ, ես ինքս ապաշխարել եմ, եկել եմ Տիրոջ մոտ իմ հասկացողությունով, բայց երբ որ զորություն չեմ ունեցել, մեղքը չեմ կարողացել հաղթել։ Առանց զորության դիմանալ փորձությունները հնարավոր չի։ Դու չես կարող փորձությունները անցնես առանց զորության։ Դրա համար կգա մի ժամանակ քո քրիստոնեական կյանքում, երբ որ դու հետ կգնաս, որովհետև փորձությունները անհնար է անցնելը։ Մենք ավելի խորամանկ կամ ավելի իմաստուն չլինենք, քան թե չարն է այս աշխարհում, որ շատ ավելի իմաստուն է, քան մարդու պատկերացումը։ Դրա համար մեզ պետքա Տիրոջ զորությունը, որպեսզի մենք կարողանանք հաղթահարենք ամեն փորձություն, հաղթահարենք ամեն մեղք։ Աշխարհը դա չունի, սիրելիս, բայց մեզ այսօր տրված է, մենք պետքա վերցնենք այս զորությունը եւ մեր համար այս զորությունը պետքա աշխատի։ Շատերը ունեն շատ քրիստոնյաներ,
այդ զորությունը, բայց չեն հասկանում, որ ինչ զորությունն է մեր մեջ դրած։ Այ երբ որ մենք սկսում ենք հասկանալ ինչ զորությունն է մեր մեջ դրած, մենք այդ զորությունը սկսում է գործել մեր մեջ։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք ինչ զորությունն է մեր մեջ։ Եվ շատ կարևոր է, ով չունի այդ զորությունը, հասկանա, որ իրան պետք է այդ զորությունը, որովհետև առանց Սուրբ Հոգու զորությամբ հնարավոր չէ հաղթել մեղքը, հնարավոր չէ փորձությունները անցնել, չկոտրվել աշխարհի ճնշման տակ, որովհետև աշխարհը ճնշում է։ Ուզենք թե չուզենք, աշխարհը ճնշում է։ Այսօրվա աշխարհի ճնշումը գիտեք որն է։ Վերջին ժամանակներում Պողոսը սովորացնում է Տիմոթեոսին, հիշիր, 2000 տարի առաջ է, վերջին ժամանակներում, հիմա ուղղակի չեմ ուզում կարդամ, բայց կհիշեք, բոլորս էլ երևի գիտենք այդ տեղանքին։ Կլինեն չար ժամանակներ, մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, անբարտավան, ծնողներին անհնազանդ, անհամերաշ եւ այլ եւ այլ եւ այլ։ Վերջին ժամանակները։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր այս ժամանակների մեջ դա տեղի է ունենում։ Եվ էսի գիտեք ինչ է։ Սա այս աշխարհի ճնշումն է, որ այս աշխարհի հոգին այսպես ճնշում է ամբողջ աշխարհը եւ մարդիկ վերացում են դրան։ Գիտեք, սրա տակից, այս ճնշումի տակից դուրս գալու միակ միջոցը Սուրբ Հոգին է։ Միակ միջոցը, ուրիշ տարբերակ չկա, որովհետև ամբողջ աշխարհը այս նույն ճնշման տակ է։ Եթե մենք հավատում ենք, որ Եվրոպան, Ամերիկան արդեն սահմանները անցել են, բայց մեր հայերը, մենք տրադիցիոնի ազգ ենք, մենք սուրբ ենք, բայց այսօր ինչ կապ ունի։ Եկեք պարզ լինենք, Հայաստան կլինի, թե Եվրոպա կլինի, թե որտեղ էլ որ կլինի, բոլորն էլ նույն ճնշման տակ են։ Բոլորը։ Եվ սրանից դուրս գալու մեկ միջոց կա՝ Սուրբ Հոգին։ Անկամ սովորական քրիստոնյան սրանի տակից դուրս չի գալիս։ Ես շատ քրիստոնյաներ եմ ճանաչում, երկար տարիներով եկեղեցում են, բայց այս ճնշման տակ են գտնվում։ Այս ճնշումը իրանց վրա էլ է ազդում, այս աշխարհի ճնշումը։ Գիտես սիրելիս, եթե դու զգում ես քո կյանքում այս ճնշումը գործում, այս աշխարհի ճնշումը, Սուրբ Հոգով զորացի։ Տիրոջը խնդրի, ասա՝ Տեր, ոնց դուրս գամ սրա տակից։ Առանց Սուրբ Հոգու զորությամբ, տեսեք, եղբայրը խոսած ու շատ գեղեցիկ է, երբ որ գրած է գեղեցիկ է ավետարան քարոզողի ոտքերը, որ գնում է, որ ավետարան քարոզի։ Գեղեցիկ է մարդը, որ ուզում է գնա ավետարան քարոզի, որտեվ ինքը հասկանում է այս փրկությունը, ինքը հասկանում է այս ուրախությունը, ինքը հասկանում է, որ ինքը այս ճնշման տակ չի դիվական, ինքը այս աշխարհից պոկված է, ինքը էլ եգիպտացի չի, ինքը երկնքի քաղաքացի է։ Ինքը հավիտենական կյանք ունի։ Գիտեք, բայց սա տրված է ամեն մեկին։ Աստված խաչվեց Հիսուս Քրիստոսը բոլոր աշխարհի համար, բոլոր մարդկանց համար։ Ճիշտ է, մենք գիտենք, բոլորը չեն գալիս, բայց մենք ունենք այս ուրախությունը ու կարանք կիսվենք մարդկանց հետ։ Գիտեք, առանց Տիրոջ զորությամբ մենք չենք կարա արքայությունը Տիրոջ տարածենք, չենք կարա։ Դա համար պետք է եկեղեցին լինի Հիսուս Քրիստոսի Հոգով զորացած։ Տեսեք, Սուրբ Հոգով մկրտությունը խոստմունք է բոլոր հավատացյալների համար, բոլորի համար, հավատացյալների համար, բայց ստե բայց կա մարդկանց, բայց պետքա գան հավատքի։ Տեսեք, Պետրոսը ինչ ասում, Գործ Առաքելոց 2:30 խոսքերը կկալշամ։ Պետրոսն էլ նրանց ասաց. ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք։ Պայմանը ի՞նչն է։ Ապաշխարեցեք, որպեսզի մենք ընդունենք Սուրբ Հոգու պարգևը, Սուրբ Հոգու պարգևը նախառաջինը զորությունն է, սերն է եւ Սուրբ Հոգու բոլոր պտուղները այն ինչ որ իր մեջ է, գիտեք, սա հարստություն է, սրա պես հարստություն, Սուրբ Հոգու պես հարստություն չկա ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհն էլ սենց իր ոսկեղենով, իր հարստությունով որ նվիրեն, անգամ չի հասնի Սուրբ Հոգու մի պարգևին, մի պտղին, որ նրա մեջ է, ու ինքը դնում է դա մեր մեջ, պատկերացնում եք, ինչ հարստություն ենք մենք ընդունում, ինչ Աստված մեզանից ուզում, ապաշխարեք, մեղքը թողեք, մեղքը, սևը, խավարը լույսի հետ ինքը գոհ չունի, ինքը չի կարա մի տեղ լինի, շատերս կարծում ենք, թե եկեք ֆանատիկ քրիստոնյա չլինենք, հա, ասում են, լավ շատ մի խորացի, իմ բարեկամները ասում են, լավ շատ մի խորացի, մենք էլ ենք հավատում, մենք էլ ենք քրիստոնյա, դու շատ ես խորացել։ Գիտես, ասում եմ, եթե մի բան անում ես, մինչև վերջ լավ արա այդ մի բանը։ Եթե դու քրիստոնյա ես, հավատացյալ ես, մինչև վերջ լավ հավատա Հիսուսին։
Կիսատ պռատ բաներ մի արեք։ Անկամ մի հատ ֆիրմա որ գնաս աշխատես, կիսատ պռատ աշխատես, շեֆը կվռնդի քեզ։ Իսկ հոգևորի մեջ ավելի լուրջ է։ Եթե մենք ասում ենք քրիստոնյա ենք, եկեք մինչև վերջ լավ քրիստոնյա լինենք։ Եկեք մինչև վերջ մաքուր անենք մեր սիրտը, որտեղ նա սուրբ է։ Նրա անունը սուրբ է եւ նա սուրբ հոգի է։ Ինքը իր սուրբ տեղը թողել է, եկել է որ մեր մեջ ապրի, որպեսզի մեզի կյանք տա։ Իսկ շատ մարդիկ դեռ բռնված են իրանց մեղքերից, իրանց բաներն են սիրում այս աշխարհի մեջ։ Տերը ասում է, ով սիրում է աշխարհը եւ այն ինչ որ աշխարհում է, թշնամի է դառնում Աստծուն։ Սրանից պետք է զգուշանանք, որպեսզի չմոլորվենք։ Եվ հանգարց չլինենք այն մարդկանց նման, որ Հիսուսը չճանաչի։ Ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք, որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոսմունքը եւ այն ամենը հեռավորների համար, որոնց մեր Տեր Հիսուս Քրիստոսը կանչեց։ Սա միայն առաքյալների համար չի։ Ես այսօր շատերից լսում եմ, որ ասում են, դա անցել է այդ ժամանակները։ Սուրբ Հոգին եկավ առաքյալներին, իրանք սկսեցին լեզուներով խոսան, իրանք սկսեցին մեծամեծ հրաշքներ ան։ Գիտեք, ես հավատում եմ սրան, որ Տերը չի փոխվում։ Աստված չի փոխվում, Աստված երեք այսօր եւ հավիտյան նույնն է։ Նա չէր կարա փոխվել այն ժամանակ առաքյալներին ինչ-որ մի բան տար, այսօր մեզ լրիվ ուրիշ բան տա։ Այս ամենը կախված է մեր հավատքից։ Ասում եմ, եւ աշխարհը չկարողացավ ընդունի Սուրբ Հոգու, ինչու՞, որովհետեւ նրան չտեսավ։ Կտենամ կհավատամ։ Ինչ տենա, սկզբից հավատա, որ տեսնես։ Երբ որ Հիսուսը Գալիլեայում ջուրը գինի դարձրեց, եւ նրանք տեսան հրաշքը եւ հավատացին, բայց այս հավատքը ո՞ւմ է պետք։ Հրաշք տեսած հավատքը, գիտեք, պետք չի, դա ոչ մի հաջողության չի բերի հրաշք տեսած հավատքը։ Դրա համար Հիսուսը վերադարձավ Գալիլեա մեկ անգամ էլ։ Եվ գիտեք ինչ արեց։ Մոտեցավ մի մարդ Հիսուսին, ասեց որդիս մահանում է, արի։ Հիսուսը ասեց, եթե հավատաս, որդիդ կփրկվի։ Եվ Հիսուսը խոսք ասեց ուղղակի, ինքը չգնաց։ Եվ գիտեք, գրված է, որ այս մարդը հարուստ մարդ էր, ինքը հավատաց Հիսուսի խոսքին։ Հիսուսը ասեց գնա, քո որդին բժշկված է։ Ուղղակի խոսք ասեց ճանապարհեց, ասեց գնա։ Հավատում ես, հավատաց գնաց։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Այս մարդը նույն տարածքում, նույն Գալիլեայի տարածքում, որտեղ հավատքը տկար էր, Հիսուսը եկավ հավատքը փոխեց իրանց, որպեսզի իրանք ոչ թե տեսած բանին հավատան, սկզբից հրաշք լինի, նոր հավատան, այլ սկզբից հավատացին խոսքին։ Հավատացին խոսքին, որ Հիսուսը ասեց գնա բժշկված է, եւ նա հավատքով գնաց եւ տեսավ, որ բժշկված է։ Գիտես, սիրելիս, եկեք ապրենք, ունենանք այս հավատքը։ Սկզբից հավատանք, որ հետո տեսնենք։ Սա առողջ հավատք է։ Եվ Աստված ուզում է, որպեսզի մենք ունենանք այս հավատքը։ Ոչ թե տուր տենամ նոր կհավատամ, ոչ, հավատա, որ տեսնես։ Ամեն։ Ամեն։ Սա շատ կարևոր է, գիտեք, սա առողջ հավատք է, ու այս հավատքը քեզ կբերի փրկության։ Այս հավատքն է մեզ պետք, որպեսզի մենք փրկված լինենք։ Հիսուսը ասում է, հավատա կտեսնես իմ փառքը, հավատա կտեսնես, ես կգամ քո հետևից, հավատա կտեսնես, ես քեզ մեռելներից է հարություն կտամ, ոնց որ ինձ է Սուրբ Հոգին բարձրացրել գերեզմանից, տենց էլ դու կբարձրանաս, Հիսուսը ասում է։ Պետք է հավատանք մինչև վերջ, որպեսզի տեսնենք նրա փառքը։ Պայմանը, այս ամեն ինչի պայմանը ճշմարիտ ապաշխարությունն է։ Ճշմարիտ ապաշխարությունը։ Երբ որ Հովհաննես Մկրտիչը մկրտում էր մարդկանց, ասում էր իմ հետևից գալիս է մեկը, որ ձեզ Սուրբ Հոգով է մկրտելու։ Սուրբ Հոգով ու կրակով է մկրտելու, եւ ինքը ավելի բարձր է, քան իմ արածը, բայց Հիսուսը գալիս է Հովհաննես Մկրտիչի հետևից։ Նա Հովհաննես Մկրտիչից առաջ չընկավ Հիսուսը, ինչի համար, գիտեք, որտեղ Հովհաննես Մկրտիչը մկրտում էր մեղքերի թողության համար, սա պետք է առաջ լինի, սա պետք է սկիզբը լինի մեր։ Նոր դրանից հետո Հիսուսը գա։ Եթե մեղքերի թողություն չկա, կամ կեղծ է, Հիսուսը չի գա, մոռացեք սա։ Բայց եթե կա մեղքերի թողություն, այս դրա վրա Հիսուսը գալու է, անպայման է գալու։ Այլ լեզուներով խոսալը Սուրբ Հոգու գործելու նշան է։ Գիտեք, սիրելիներ, ես կուզենամ մեր եկեղեցին ռամկեք չունենա ասենց կրոնական շատ զսպվածություն, ինչ-որ լեզուներով չխոսան։ Ես կուզենամ մենք լինենք հոգևոր եկեղեցի։ Պողոս առաքյալը ասում է մի արգելեք լեզուներով խոսալ։ Եթե լեզուներով ուզում ես խոսալ, խոսա, դա հոգևոր բան է։ Եթե դու Տիրոջից ես խնդրել Սուրբ Հոգին, Տերը ասում է, ինձանից խնդրողը
օծ չեմ տա, եթե դու ձուկ ես ուզա, ասում է, եթե ձեր հայրը ձուկ ուզես, ինքը օծ չի տա, ես էլ ձեզ օծ չեմ տա։ Եթե մենք իրապես Տիրոջից ենք ուզել։ Մեկ էլ պետք է իմանանք սա, որ Սուրբ Հոգով մկրտողը Հիսուս Քրիստոսն է։ Տարբեր ձևի կարա մարդ մկրտվի Սուրբ Հոգով։ Կարան քեզ ձեռնադրեն, կարան չձեռնադրեն, բայց նույն Սուրբ Հոգով մկրտողը թե ձեռնադրությունով, թե ուղակի նենց մարդը կարա աղոթքի մեջ էլ մկրտվի Սուրբ Հոգով։ Դա Հիսուսն է անում, մարդը չի անում։ Մարդը մարդուն չի մկրտում։ Այսի միշտ հիշեք, մարդը մկրտվում է Սուրբ Հոգով միմիայն Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Տեսեք, բոլորը լցվեցին Սուրբ Հոգով։ Սա մի օր էր, երբ որ Պենտեկոստեի օրն է, 50-րդ օրը Հիսուսի խաչելությունից, երբ որ Սուրբ Հոգին առաջին անգամ գլոբալ ձևի, այսինքն եկավ մարդկանց վրա, ու մինչև հիմա գալիս է։ Ասում են էդի առաքյալների համար։ Այդ առաքյալներ չէ, 120 հոգի մարդեր այդտեղ հավաքված։ Հոմենակ առաքյալները չեն։ Հետո էլ Պետրոսը ասում է, ապաշխարեք, դուք էլ կստանաք նույնը։ Ընդ ահագին 5000 մարդ էր հավաքված, 3000 մարդ էր հավաքված։ Այդ օրը, որ տեսան լեզուներով խոսում են, ասում է, ապաշխարեք, դուք էլ կստանաք հոգու պարգևը։ Գիտեք, այսօր մենք էլ ենք ստանում հոգու պարգև, եւ սա շատ կարեւոր է։ Սա, սիրելիս, քրիստոնեությունն է։ Սա այն է, ինչ որ մենք ունենք, այս հիմքերն է։ Եվ որ մենք վերապրում ենք իրականում, բայց վերապրում ենք հավատքով, որտեղ հավատում ենք, ասում ենք այո, այո Սուրբ Հոգի։ Եվ Սուրբ Հոգին գալիս է։ Տեսեք սրա կարևորությունը քրիստոնյայի կյանքում, որպեսզի նա առաջնորդվի Սուրբ Հոգով, որտեղ քրիստոնյան առանց Սուրբ Հոգու նա չի կարող լինել քրիստոնյա։ Քրիստոնյան Սուրբ Հոգով միայն կարա լինի քրիստոնյա, որտեղ Քրիստոսն է հենց Սուրբ Հոգին, որ ապրում է մարդու մեջ եւ դու դառնում ես քրիստոնյա, որտեղ դու առաջնորդվում ես նրանով։ Տեսեք, մի հատված եմ կարդում, ստեղ մի հատ sense խոսակցություն է գնում, ու ուզում եմ կարևորությունը տեսնենք, թե Պողոսը ինչքան է կարևորում։ Ես էլ եմ շատ կարևորում, որպեսզի մարդը լինի մկրտված Սուրբ Հոգով։ Տեսեք, Գործ Առաքելոց 19-րդ գլուխ առաջի խոսքից կկարդամ, մի քիչ տենց կարդալով կիջնեմ ներքև։ Պողոսը վերին կողմերում շրջում էր, հետո իջավ Եփեսոս, եւ մի քանի աշակերտներ գտնելով նրանց հարցրեց. Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք, միանգամից զգաց։ Այսօր ճշմարիտ եմ ասում, մարդու հետ մի 5 րոպե խոսամ, միանգամից ասեմ Սուրբ Հոգով մկրտվածա թե ոչ։ Միանգամից զգացվում է։ Սուրբ Հոգով մկրտված մարդիկ էլ իրար են ճանաչում։ Իրար են տեսնում ու զգում են իրար։ Իրանք էլ, գիտեք, երբ որ դու զգում ես, որ Սուրբ Հոգով մկրտված է մարդը, դու արդեն արխային ես իր հետ։ Մի տան մեջ ենք մենք։ Բայց երբ որ տեսնում ես Սուրբ Հոգով մկրտություն չի, արդեն մի քիչ սիրուն ռամկեք ունես, սիրուն ուզում ես այս մարդուն օգնես։ Տեսեք, Պողոսը հիմա հանդիպել է այս մարդկանց, բայց ինչքան սիրուն ձևի բերում է, որպեսզի նրանք էլ գան այդ նույն տան մեջ տան անդամներ լինեն, որտեղ ուզում են, որտեղ պատրաստ են, որտեղ ապաշխարել են։ Տեսնում է, որ ապաշխարել են, աշակերտներ են, Հիսուսի հետևորդներն են, բայց Սուրբ Հոգի չունեին։ Եվ ասում է, երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք, հարց է տալիս։ Նրանք պատասխանում են սենց. մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա։ Գիտեք, այն ժամանակ ավետարանը սենց լավ, սենց սկսեց տարածվել, երբ որ Հակոբոսի գլուխը կտրեցին, հետո երբ որ Ստեփանոսին քարկոծեցին, Իսրայելում, Հրեաստանում եղած եկեղեցին ցրվեց, որտեղ փախան, վախեցան, որ իրանց էլ կբռնեն, կքարկոծեն, գլուխները կկտրեն եւ այլ եւ պատկերացրեք ամենտեղ sense այդ տարածաշրջանում ցրվեցին, ամեն մեկը գնացին, սկսեցին Հիսուս քարոզել։ Բայց ամեն մեկը չուներ այդ զորությունը Սուրբ Հոգի քարոզեր, Սուրբ Հոգու մասին խոսալ։ Երբ որ անգամ Ֆիլիպոսը, որը շատ ուժեղ ավետարանիչ էր, գնաց մի քաղաք եւ ամբողջ քաղաքը հավատաց, մկրտվեց, նա կանչեց եղբայրներին Իսրայելից Երուսաղեմի, որպեսզի գան ձեռնադրեն, որ ժողովուրդը ընդունեն Սուրբ Հոգին։ Սա շատ կարևոր մի տեղ է, որը որ մենք պետքա ունենանք։ Մենք պետքա ունենանք։ Եվ Պողոսը ինչ է ասում իրան։ Պողոսը ասաց. այդ ինչով մկրտվեցիք։ Գիտեք, ստեղ ինչ է խոսում Պողոսը։ Ինքը իրանց է դիալեկտ է ասենց գնում, այդ ինչով մկրտվեցիք։ Ուզում ասի, ձեր ապրած քրիստոնեությունը եղած մի հաշիվ է, ասենց։ Էս է ինքը ուզում ասում։ Ասում է, այդ ինչով մկրտվեցիք բա։ Տեսեք իրանք ինչ են։ Նրանք ասացին, Հովանեսի մկրտությունով, այսինքն ջրով։ Ջուրը մտանք էլ դա շատ կարևոր է, պետք է լինի։
ապաշխարություն, ջրով մկրտությունը սրանք կարևոր բաներ են, պետք է լինի։ Պողոսը ասաց. Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտություն էր տալիս, ասում էր, որ հավատան նրան, որ ով իրենից հետո էր գալու, այսինքն Քրիստոս Հիսուսին։ Այսինքն Հովհաննեսը առաջ է, Հովհաննեսը ապաշխարության մկրտություն է անում մարդկանց, ապաշխարությամբ է կանչում մարդկանց։ Եվ սա շատ կարևոր է, բայց իրենից հետո եկողը հոգով է մկրտում, Հիսուս Քրիստոսն է գալի իրենից հետո։ Տեսեք ինչ է կատարում սա։ Եվ լսելով, ես սենց եմ վերնագրել քարոզը, եւ լսելով մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։ Տեր Հիսուսի անունով։ Գիտես, սիրելիս, Տեր Հիսուսի անունով մկրտվեցին, դա նշանակում է իրանք այդ անունի հետ, Հիսուսի հետ սենց միացան, հանդիպում, Հիսուս Քրիստոսի հետ հանդիպում ունեցան։ Մկրտվեցին Տեր Հիսուսով։ Սուրբ Հոգին, դա հենց նույն Հիսուսն է։ Նույն Հիսուսն է։ Ուղղակի Հիսուսը ինքը իր մարդկային մարմնի մեջ սահմանափակ է, նա Աստված է։ Ինքը սահմանափակ էր, ինքը չէր կարողանա միաժամանակ տարբեր տեղեր լիներ։ Ինքը կարար հոգներ, ինքը կարար ծարավ լիներ, ինքը կարար քներ հոգնածությունից, ինքը կարար մենակ մեկ տեղ լիներ, բայց նա Աստված է, նա ցանկացավ, որպեսզի լինի ամեն ուր, ամեն տեղ, միաժամանակ, եւ ոչ թե լինի մեզ հետ, լինի մեր մեջ, որտեղ հենց դրա համար է ինքը մեզ ստեղծել, որպեսզի լինի մեր մեջ։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք վերցնենք այս ճշմարտությունը եւ հասկանանք, եթե մենք քրիստոնյա ենք, կիսատ քրիստոնյա չլինենք, էլի։ Չլինենք ուղղակի ես գիտեմ, որ ես ծնվել եմ Քրիստոս։ Ես գնում եմ եկեղեցի, ես քրիստոնյա եմ, որտեղ Քրիստոսը ապրում է իմ մեջ։ Սա է նպատակը։ Սա է նպատակը եւ սա պետք է լինի քո վերջնակետը այս աշխարհում, որ Քրիստոսը քո մեջ ապրի եւ դու նրանով ապրես։ Քրիստոսը եւ Քրիստոսը Աստված է եւ Քրիստոսը սեր է, դա լավ պետք է իմանանք։ Եվ Պետրոսը ձեռքը նրանց վրա դրավ։ Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, նրանք տարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։ Առաջին նշանները, երբ որ Սուրբ Հոգին գալիս է մարդու վրա, դա նորմալ է, սիրելիս, առաջին նշանները մարդը սկսում է լեզուներով խոսալ։ Գրված է անբարբար հառաչանքներով կխոսամ։ Մարգարեն գրում է, անբարբար հառաչանքներով։ Գիտես, սիրելիս, դա դու չես հասկանում։ Տարբեր լեզուներ կա լեզուներ, որ մարգարեանում են, տարբեր լեզուներով, կա լեզուներ, որ հրեշտակային լեզուներ են, դա մենակ Աստված է հասկանում, դա նորոգում է քո անձը, դա նորոգում է քեզ։ Երբ որ ասում է, եթե խոսում են լեզուներով, ուրեմն թող թարգմանի չէ լինի, դա այն մյուս տեսակ լեզուների մասին է, որը որ խոսվում է ինչ-որ մեկին բան ասելու համար։ Մենք այս վերջերս մի քույր ունենք, մեր եկեղեցիներից է, Դորտմունդի եկեղեցուց։ Ինքը երկար չէ, վերջերն էր մկրտվել Սուրբ Հոգով։ Ու այն որ նորը մկրտում ես, այն առաջի սիրո մեջ շատ ես խոսում լեզուներով, շատ ես աղոթում, ես ձեզ ասեմ շատ աղոթեք լեզուներով, շատ աղոթեք։ Ես հեսա կասեմ ինչի համար, պունկտեր եմ գրել։ Սիրելիս, ուրեմն sense մի վկայություն հիանալի։ Ինքը նստած ավտոբուսի մեջ լեզուներով խոսում է։ Սկզբում ասում է նստեցի ավտոբուս, դիմացը մի կին է նստած։ Մուսուլման կին է, որտեվ կապած է, հա մուսուլմանները իրանց գլխաշորերով կապված նստած է, հենց իր դիմացն է նստած։ Ասում է ես իմ մտքում լեզուներով աղոթք էի անում։ Իսկ հետո չգիտես խի, այնքան sense բարձրացավ սրտիս մեջ այդ գոհությունը, որ սկսեցի բարձր աղոթք անել։ Նույն լեզուներով սկսեցի բարձր աղոթք անել։ Եվ ասում է զգացի դիմացից նստած մուսուլման կինը սկսեց արտասվել։ Ասում է մի րոպե հետո ես իրան հարցրեցի, ասեցի ինչ եք լացում, ինչ որ բան է պատահ։ Ասում է չէ աղջիկ ջան, շարունակի, խնդրում եմ, շարունակի խոսալ։ Ու փաստորեն այս կինը հասկանում էր, թե մեր քույրը չէր լեզուներով խոսում։ Ու գիտեք, որ մի քիչ ասում է ես շարունակեցի էլի լեզուներով խոսալ ու ինքը հասկանում էր, արտասվում էր, երբ որ սենց արտասվեց, վերջացած մի քանի րոպե տևեց։ Գիտեք, ասում է ինքը վկայեց, ասում է ես Ալլահին բան էի հարցրել, բան եմ աղոթք արել Ալլահին, բայց քո Հիսուսը ինձ պատասխանեց։ Փառքը Հիսուսին։ Գիտեք, Տերը հիանալի ձևերով այսօր բացում է իրան, խոսում է։
Դրա համար պետք չի արգելը, երբ որ քո սիրտը լցված է, գիտեք, գրված է սրտի լիությունից շուրթերը խոսում են։ Եթե Սուրբ Հոգին գալիս է, ինքը գալիս է քո սիրտ, ինքը գալիս է քո հոգու հետ միանում է, եւ երբ որ քո հոգին լիան լինում նրանով, դու գիտես արդեն սիրտդ լիքն է ուզում ես խոսած։ Գիտես սիրելիս, լեզուներով խոսալը ինքս ինքան չի լինում։ Դու պետք է համաձայնություն տաս, մեզ Աստված տենց է ստեղծել։ Ես էլ ասեմ, որպեսզի իմանանք։ Շատ մարդիկ Սուրբ Հոգով կարող է մկրտված լինեն, բայց արգելք դնեն։ Չեն արգելում են, չեն խոսում լեզուներով։ Ինչի՞։ Որտեվ ասում են, դե թող ինքն իրան լինի։ Ինքն իրան չի լինելու։ Դու պետքա թույլ տաս։ Աստված մեզ տենց է ստեղծել։ Մենք կամավոր մարդիկ ենք, մենք ամեն ինչ պետքա թույլ տանք։ Եթե իմ ուղեղը թույլ չի տա, չի անի երբեք ոչ մի բան։ Ինչքան էլ շատ մի բան ուզենա իմ սիրտը, բայց մենք պետքա հասկանանք, որ մենք պետքա թույլ տանք։ Եթե քո սիրտը լցված է, եւ դու ուզում ես Սուրբ Հոգու լեզուներով խոսած, հանգիստ խոսա։ Հանգիստ խոսա։ Միգուցե չես ուզում ինչ-որ մեկին գայթակղես, կամաց խոսա։ Ուրիշի համար չես խոսում դու, ուրիշի համար չես աղոթում, ուրիշի համար չես երգում։ Նամանավանդ եթե դու կարողանաս երգել լեզուներով, դա ավելի հիանալի է։ Դու դա անում ես Աստծու համար եւ քո համար։ Դու դրանով փառք ես տալիս Աստծուն եւ Աստված նորոգում է քո անձը, քո կյանքը։ Տեսեք, լեզուներով խոսալը ինքն իրեն է շինում, Պողոսն է ասում։ Լեզուներով խոսացողը ինքն իրեն է շինում։ Այլ լեզուները զորացնում են մարդու հոգին։ Երբ որ դու խոսում ես լեզուներով, քո հոգին զորանում է։ Աստվածային իմաստությունով նորոգվում է մարդու միտքը։ Ես ամեն առավոտ հելնում եմ աղոթքի։ Ու մեկ-մեկ բոլորիս մոտ էլ լինում է ասենց բան։ Մեկ-մեկ սենց ուզում ես աղոթք անես, բայց չի գնում այդ աղոթքը։ Չես կարողանում, սենց ինչ-որ սենց պատնեշներ է, ինչ-որ սենց զգում ես, որ անկեղծ չի աղոթքը, սենց ինչ-որ բաներ է, սենց ու դու էլ չես կարողանում աղոթք անել։ Սենց կանգնում ես, 3 բառով աղոթք ես անում ու կանգնում ես, բայց ես գիտեք, երեք սենց մի բանի վրա բռնացրեցի ինձ։ Շատ հաճախակի եղել է, որ տեսնում եմ աղոթքը չի գնում, կարճ մի 2-3 բառով աղոթք եմ անում ու կանգնում եմ։ Ասում եմ հետո լավ, որ կարողանամ աղոթք անեմ, բայց երեք Սուրբ Հոգին ինձ երբ որ չկարողացա աղոթք անեմ, ասենց ուզում եմ, կարիքներ կա, շատ կարիքներ կա աղոթքի։ Սուրբ Հոգին հորդորեց սիրտս, ասեց, սկսի լեզուներով աղոթք արա։ Պողոս առաքյալը ասում է, երբ որ ես չգիտեմ ինչ խոսամ, լեզուներով եմ խոսում։ Երբ որ չգիտեմ ինչ աղոթքամ, լեզուներով եմ աղոթքամ։ Գիտեք, սա ջախջախում է սատանայի պատնեշները։ Իրականում հոգևոր աշխարհում սատանան փակում է, ինչ-որ sense պատնեշներ է դնում, ինչ-որ sense խավար է իջացնում քո հոգու վրա, որպեսզի քեզ նեղի։ Ու դու sense մի ձևի նեղված ես, ուզում ես ասես, փառք ես Հիսուս, ու չի գնում ես աղոթքը, բայց սա խնդիր է։ Եվ այս խնդիրը կարաս ջախջախես Սուրբ Հոգու լեզուներով։ Երբ որ դու սկսում ես բացես քո շուրթերը եւ լեզուներով խոսալ։ Գիտես, մենք, մեր անձը տկար կարա լինի։ Մեր մարմինն է կարա տկար լինի, բայց լավ հիշի սիրելիս, քո հոգին տկար չի։ Շատ զորեղ է, քո հոգին գործածի, ամեն տեղ, հոգևոր մարդ եղի։ Ու սկսի լեզուներով խոսալ։ Գիտեք, մի 2 րոպե ես սկսեցի ուղղակի լեզուներով սկսեցի խոսալ։ Գիտեք, ինձ բացվավ, ես զգացի, որ ես հոգևոր աշխարհում այս պատնեշները ջախջախվեցի եւ բացվեցի։ Ես զգացի հոգևոր տեսա, որ երկինքը բաց է։ Այ հիմա խոսա Տերը ասեց, ինչ ունես ասել ու լսում եմ քեզ։ Գիտես, երբ որ դու խոսում ես Տիրոջ հետ, դու պետք է հստակ հասկանաս, որ քո աղոթքը բարձրանում է, քո աղոթքը լսելի է, դա շատ կարևոր է։ Օդի մեջ պետք չի խոսալ, այնքան ասեցի, չէ մենք պետք է համոզված լինենք, որ մեր աղոթքը Տիրոջ գահի մոտ է բարձրանում։ Սա շատ կարևոր է, որովհետև Տերն էլ քեզ տալիս է ուժեղ հավատ եւ դու քո աղոթքի պատասխանները տեսնում ես։ Տալիս է իմաստություն։ Այսի աստվածային իմաստությունն է։ Աստվածային իմաստության դեմ չեն կարող կանգնել դիվական իմաստությունները։ Ամեն ինչ ջարդ ու փշուր է լինում։ Ինչքան է սատանան ստեղ է, իր պատերազմը ստեղ է։ Եթե ես ստեղ տկարանում եմ, ես լեզուներով եմ խոսում եւ ստեղս նորոգվում է։ Հոգիս նորոգվում է, հոգիս բարձրանում է։ Օգնում է աղոթել Աստծու կամքով։ Լեզուներով հոգով խոսածողը երբեք Հիսուսին չի հայհոյի։ Երբեք սխալ բան չի խոսա։ Երբեք սխալ բան չի խոսա։ Չէ՞ որ սա հիանալի է։ Սա հիանալի է, որ դու լեզուներով ես խոսում։ Խորացնում է հաղորդակցությունը Աստծու հետ։ Կանգնեցնում է սատանայի գործերը լեզուներով խոսալը։ Մի քույր էլ կար,
էլի վկայում էր, ասում էր, ես գնում էի տուն ճանապարհին, մեկ էլ ասում է ավտոբուսից իջա, Աստանովկից պետք է իրանց արդեն տանը մոտիկանա, ասում է, ուզեց հոգիս լցվեց, սիրտս լցվեց, սկսեցի լեզուներով աղոթել։ Չգիտեմ խի, բայց մարդկանց մեջ քարում ասում է, ես երբեք փողոցում չեմ աղոթել լեզուներով։ Բայց մինչև տուն հասնել, ասում է, ես սկսեցի լեզուներով աղոթել։ Ու աղոթելով գնում եմ, ասում է։ Գիտեք, ինքը հասնում է տուն, տեսնում է, որ գողը մտել է տուն, տունը այսպես տակնու վրա է արել, թալանել է տուն, այսինքն չի թալանել, տակնու վրա է արել։ Մանա դե գողը ինչ է ման գալի, մանա գալի ոսկեղեն, զարդեր, մանա գալիս փող։ Ասում է ոչ փողն էր գտե, ոչ էլ զարդեր էր գտե, ոչ մի բան չէր գտե։ Մաներ եկե, բայց ոչ մի բան չէր գտե, թողը գնացել էր։ Եվ դա եղել է այդ ընթացքում, երբ որ ինքը սկսել է լեզուներով աղոթել։ Եթե մենք Սուրբ Հոգով արդեն մկրտված ենք, սա պետք է լինի շարունակական լցվել Սուրբ Հոգով։ Մենք չենք կարող ուղղակի մեկ անգամ լցվել Սուրբ Հոգով եւ ասենք բավարար է, տենց էլ ապրում ենք։ Ես Սուրբ Հոգով մկրտված եմ։ Եթե ես ամեն օր չլցվեմ Սուրբ Հոգով, վաղը ես նման կլինեմ մի տկար մարդու։ Վաղը ես չեմ տարբերվի, ասենք, ոչ Սուրբ Հոգով մկրտված մարդուց։ Չեմ տարբերվի ոչ մի բանով։ Դրա համար, եթե մենք ունենք այս հնարավորությունը, մենք ունենք արդեն այս սկիզբը, որը Հիսուսից է այս սկիզբը, մենք թող լինենք իմաստուն լցվելու Սուրբ Հոգով ամեն օր։ Ամեն օր, այս հարստությունով լցվի ամեն օր։ Սա գիտեք որտեղից է գալի, հոգու աղքատությունից, այս աղքատությունը պետք է զգանք մենք։ Հիսուս ասում է, երանի հոգով աղքատներին, այն փող հավաքողների պես, ինչքան տուր մեկը իրանք էլի ուզում են։ Եկեք մենք է հոգևոր տենց լինենք։ Ուզում եմ Տեր, ես քո հոգին եմ ուզում, տուր ինձ քո հոգին, եւ Տերը խոսում է ոնց կտամ։ Տերը խոսում է ոնց կտամ։ Ես հիմա դրա մասին էլ կկարդամ, հետո աղոթք ենք անելու։ Եփեսացիներից 5-րդ գլուխ 17-րդ խոսքից կարդամ։ Դրա համար գրված է. անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Ասա Տեր, ես ուզում եմ իմանալ որն է քո կամքը։ Այսօր Տերը իր կամքի մասին է խոսում ամեն մեկիս հետ։ Մենք պետք է այսօր հասկանանք Տերը ինչ է ուզում։ Ինքը իր երեխեքին ասում է անմիտ մի եղեք, իմացեք ես ինչ եմ ուզում ձեր համար։ Եվ գրված է գինով մի հարբեք, որ անառակության է տանում, այլ հոգով լցվեք։ Գիտեք խիա Տերը ստեղ գինու օրինակը բերում։ Ես հիմա չեմ քարոզում գինի խմելը մեղք է, ոչ, ճիշտ ինձ հասկացեք։ Բայց խիա Տերը ստեղ գինու օրինակը մեզ ցույց տալիս, որովհետև երբ որ դու գինի խմում ես, ի՞նչ է քո հետ լինում։ Երբ որ գինի խմում ես, դու արդեն ուրիշ զգացմունքներ ունես։ Ճիշտ է։ Նույնը չի ինչ որ ջուր խմես կամ գինի խմես, ճիշտ է։ Ու դու ուրիշ զգացմունքներ ունես։ Միտեղ սիրտդ ուրախանում է, միտեղ կարող ես բացվես, հելնես, սկսես պարես, չէ՞։ Մարդիկ գնում են քեֆ ուրախության խեն ալկոհոլ խմում, որ հելնեն պարեն, որ հելնեն ուրախանան, ալկոհոլն է իրանց ուրախացնում։ Բայց սա նման է, Տերը գիտեք խիա գինուն օրինակ բերում, որպեսզի մենք հասկանանք այս զգացմունքները, որպեսզի մենք հասկանանք սա ջուր չի ուղակի, որ դու խմես եւ քո այդ բան չկատարվի։ Ասում է, այլ հոգով լցվեք։ Եվ հոգով լցվելը շատ նման է, ավելի նման է, ոչ թե շատ նման է, առավել է զգացմունքները, քան թե գինու զգացմունքը։ Ավելին է եւ առավել է, եւ դու կարաս քո ձեռները բարձրացնես, Տիրոջը փառք տաս, թռվռաս իր դեմը, իրան մեծ գոհություն բարձրացնես, ազատ լինես Տիրոջ մեջ։ Դա շատ նման է, սիրելի, դա հոգու շարժն է։ Աստված ուզում է, որ մենք ուրախ լինենք միշտ։ Եթե աշխարհը գինով է ուրախանում, մենք Սուրբ Հոգով ենք ուրախանում։ Ամեն։ Մենք Սուրբ Հոգով ենք ուրախանում։ Միմյանց հետ, տեսեք հիմա ասում է ոնց անենք էդի։ Ոնց անենք սա։ Հաջորդ խոսքը. միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով խոսեք։ Սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով խոսեք։ Հոգևոր երգերը շատ կարևոր է։ Սիրես, եթե դու Սուրբ Հոգով մկրտված ես, երգի, եթե դու կարող ես լեզուներով երգես, շատ երգի, դա լցնում է քեզ, ցնծություն է բերում, շատ արա օրվա մեջ դա։ Սաղմոսներով, օրհնություններով եւ հոգևոր երգերով խոսեք։ Գիտեք կյանքի խոսք եկեղեցին խիա շատ դուրս գալիս։ Ստեղ սենց օրենք է ստեղ։ Մենք իրար հետ բոլորս խոսում ենք օրհնություններով։
Մենք անգամ իրար որ գրում ենք օրհնություններով են գրում։ Հենց այնպես չեն գրում։ Եթե ինչ-որ բան եմ հարցում, ես մի հատ օրհնում եմ, հարցնում եմ, վերջում էլի օրհնում եմ։ Ձեր սրտերում Տիրոջը երգեք ու սաղմոս ասեք։ Ձեր սրտերում Տիրոջը երգեք ու սաղմոս ասեք։ Գիտեք, Տերը երաշտական է մեր։ Գիտեք, Սուրբ Հոգին երաշտություն շատ է սիրում։ Եթե ավելի ես ուզում Սուրբ Հոգով առաջնորդվես, Սուրբ Հոգով զգաս, վերապրես նրան, ինչքան շատ ասեմ քեզ, ինչքան շատ օրվա մեջ վերապրես դու Սուրբ Հոգով, այնքան շատ քո հոգևոր հասակը բարձրանալու է, այնքան շատ դու զորանալու ես, այնքան շատ ինքը քեզ սովորացնելու է ուժեղ լինել։ Եվ ձեզ ասեմ, նա սիրում է երաշտություն։ Միացրու երաշտություն, առանց երգերի։ Եթե սիրում ես երգել, դա շատ լավ է։ Ուղղակի մի հատ երաշտություն միացրու։ Ու այդ երաշտության տակ սկսի աղոթք անել։ Ու թող քո աղոթքը դառնա երգ։ Ես հաճախ եմ անում դա։ Դա նորոգում է, դա մեծացնում է, դա գեղեցիկ է։ Ամեն ժամանակ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունովը գոհություն հայտնեք Աստծուն եւ Հորը։ Գիտես սիրելի, սա մեկ անգամյա փորձառություն չի, սա մեկ անգամյա չի։ Այս վայելքը դու չես կարա մեկ անգամ, սա շարունակական պետք է լինի մեր կյանքում։ Մենք որ գնանք երկինք վաղը մյուս օր, մենք սրա մեջ ենք լինելու միշտ։ Դրա համար Աստված ասում է, երկնքի քաղցրությունը սկսի զգալ ստե։ Սովորեք ինձ ասում է։ Դուք իմ մոտ եք գալիս, դուք սրա մեջ եք լինելու, արդեն կամաց սովորեք։ Զգացեք իմ քաղցրություն, զգացեք իմ սեր, ասում եմ, ես սեր եմ։ Ու ես ուզում եմ գրկեմ քո հոգին։ Ես ուզում եմ երկնքի ուրախությունը քեզ տամ, Տերը ասում է։ Եկեք բաց լինենք Տիրոջ առջև, եկեք ազատ լինենք։ Եկեք սիրո մեջ լինենք։ Եկեք մենք էլ մեր ձեռքերը լայն բացենք ու ասենք, Տեր, արի իմ սիրտ, ես քո կարիքն ունեմ։ Ես գիտության կարիք չունեմ, ես քո կարիքն ունեմ, Հիսուս։ Եկեք աղոթք անենք։